իմ ներքին ձայնը հուշում է, որ ձեր կուսակցության առաջին համարի վարչապետ Կոչնազուն այս դահլիճում նստած է թիկունքում կամ տարածքում, այդպես է թե սկալա հուշում։ Վայջան, 12 Վայջան, փետրվարի 12-ին կպատասխանենք այդ հարցին։ Լավ, ձեր ելույթի ընթացքում ես ֆիքսեցի, եթե ճիշտ եմ հիշում, որ դուք Սամվել Կարապետյանի կարծես ներկայացնում եք որպես Հայաստանի ղեկավար ապագա, եթե սխալ եմ նկատել, ասեք, կամ գուցե ձեր մոտ ուղղակի ռեֆլեքսորեն է այդպես, որովհետև կարծես թե ասացիք, որ այ Սամվել Կարապետյանը եթե լինի ղեկավար, Սամվել Կարապետյանի ղեկավարած Հայաստանում այսպես կլինի, այնպես կլինի, այլ կերպ կլինի, սրանք ոնց կարձականին, որտեղ ինք տպավորություն է, որ ամեն դեպքում Սամվել Կարապետյանն է ղեկավարելու Հայաստանը, չնայած որ կարծես թե օրենքի պահանջ կա, որ նա չի կարող առաջադրել այդ։ Սա մեկ, երկրորդը դուք ներկայացրեցիք բավականին sense ամբիցիոզ տնտեսական ծրագիր, որը վստահ եմ իշխանականների կողմից նաև արդեն մեկնաբանություններում եմ կարդում, որակի կամ որակում է պոպուլիստական կամ հեքիաթ, տեսակալու է ոսկի սարերի խոստանում, բոլորն են այդպես անում, Նիկոլ Փաշինյանը հենց այդպես անում էր, օրինակ Արագաշապերին ասել խոստացավ կհանի կարմիր գծերը, մնացածը, բայց գնալով ավելի խտացել այդ ամեն ինչը, դա Արցախի մասով չասեմ, չէր խոստանում։ Ես իհարկե հուսում եմ, որ ձեր դեպքում այդպես չի, շատ արմատական կտրուկ փոփոխություններ, բայց իրենք օրինակ Փաշինյանը դա բացատրում են նրանով, թե ինչու հակառակն է, որտեղ տեկա նստեց այս ավտոբուսի դեկի, պարտեզ փչած է, լավ չէր աշխատում, ամեն ինչ այլ կերպ էր, ինքը չգիտեր, խեղճ նախնիներն են համակարգ էին թողել, որ ինքը չէր կարող իր բոլոր պոպուլիստական խոստումները ռեալիստորեն իրագործել։ Հիմա դուք ռեալ գնահատել եք իրավիճակը այսօրվա ավտոբուսում, որի ղեկին նստած է Նիկոլ Փաշինյանը եւ բոլորանային ամեն անգամ քիչ ժամանակ զորանքնենք։ Այդ ավտոբուսի վրա դուք որ նստեք եք ղեկին, դուք կարողանում եք այստեղ բոլոր 5 քայլերը առնվազն Սամվել Կարապետյանի անունը ներկայացված իրապես 100%-ով իրագործել։ Թե կարելի ասել դեպի ինչ եք նշեցին։ Որ քայլի մեջ չեք կասկած տեսնում, Վայջան, պատմեմ թե ոնց եք իրականացնելու։ Եթե ասեք, որ քայլի մեջ եք տեսնում, որ հերթականությամբ, ինչ ծախսերով։ Եթե այդ պատճառով ենք մենք ամբողջությամբ ներկայացնում խնդիրը։ Եթե Հայաստանում կա մարդ, ով կասկածում է քայլերի հաջորդականության, թե ինչպես ենք սա անելու, խնդրում եմ, տվեք մեզ հարցեր։ Ինչպես ենք սա անելու, որտեղ սա քայլերի հաջորդականությունը, որի ուղղությամբ աշխատել ենք մենք երկար տարիներ։ Ես երկար տարիներ, ինչպես նշեցի, բոլոր երկրի տնտեսական պատասխանատուների հետ շփվել եմ ու տեսել եմ, որ սա է պակասում։ Բոլորը աշխատել են, ասեմ, նախարարները շատ ժամանակ են ծախսել, աշխատել են, ինչ-որ բան են ուզեցել անեն, իրենք չէին կարացել բան փոխեն, որտեղ տնտեսական քաղաքականության մեջ կա մի կարևոր թերություն։ Մեր երկիրը ինքը պետք է մասնակից լինի ներդրումային պրոցեսներին։ Մենք սպասում ենք, թե մեկը գա, մեր երկիր ներդրում անի, չգիտեմ, չիպերի գործարան կառուցի, iPhone-ը բերի ստեղ, ասի դուք շատ լավ ժողովուրդ եք, iPhone-ը բերելու եմ Իրանի կողքը հավաքեմ։ Ինչո՞վ։ Այո, այդպես չի լինում։ Երկրները, Արևելյան Ասիայի փորձը ցույց է տալիս, որ երկիրը պետք է մասնակցի ներդրումներ ներգրավելու, ոչ շուկայական պայմաններ պետք է տանք ներդրողին, որ գա այս մեր տարածաշրջան, ընտրի մեր երկիրը եւ ներդրում անի։ Ասեմ ավելին, հայ ներդրողն էլ կգա, եւ հայ ներդրողը եւ նաեւ այն մարդիկ ու մենք գործակցում ենք, իրենք էլ մեծ հնարավորություններով կմասնակցեն, որովհետև կտեսնեն տնտեսական հնարավորությունը։ Եթե մի կետի ուղղությամբ այդ պոպուլիզմը, գիտեք, երբ է վերանում, որոշվում պոպուլիզմը թե չէ, երբ որ հարցեր են տրվում եւ պատասխաններ չեն ստացվում։ Խնդրում եմ 300,000 աշխատատեղ, քանի տարի։ Շատ լավ, 5 տարում տարեկան 50-ից 60,000, որից տարեկան արդյունաբերության մեջ լինելու է 10,000-ը։ Բայց արդյունաբերությունը ամենաշատ մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող ոլորտն է, որը 1.5-ից 2 անգամ ավելի աշխատատեղ է ստեղծում իր դաշտից կողք։ Երկրորդը տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում մենք ունենք որոշում լուծումներ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ Հայաստանում։ Երրորդը մենք կուզենայի իվարկան բանի ուղղությամբ
Լավ, ես կխնդրեի Սամվել Կարապետյանի ղեկավար լինելու մասնական վերդառնալ։ Չէ, երրորդ կետն էլ եմ ուզում նշեմ, բաների հետ կապված, շինարարության ոլորտի հետ կապված, ուրեմն շատ կարևոր բանը, մեր քաղաքի մոտավորապես նշանակալի կեսից ավելին տների սեյսմիկ խնդրի մեջ է։ Եվ մենք պետք է այսօրվանից սկսենք մեր քաղաքի ռենովացիան, 20,000 բնակարան ծրագիրը դրա մի մաս է։ Մենք համեմատում ենք այս պահին պետության տրված վճարները եւ մեր ծրագիրը եւ տեսնում ենք, որ մեր ծրագրի պարագայում ավելի էժան կլինի։ Վերջի հարցը։ Սամվել Կարապետյանին, որ ղեկավար եք ներկայացնում, գոնե մտքում ենթագիտակցություն Հայաստանի ղեկավար, դա Բայց դուք վստահ եք, որ Հայաստանի տնտեսությունը, Հայաստան աղքատությունից հանող ավելի լավ գործիչ երևի թե այս պահին քաղաքական դաշտում չկա, թե չէ։ Եթե ինքը չլինելու վարչապետը Նարեկը մոտավորապես նույն հարցը տվեց էլի, ամեն դեպքում հիմա բրենդինգը գնալ է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, թե ձեր նոր վարչապետի տեխնոլոգիա։ Շատ լավ։ Վերջին ներողություն, թիրախավորել գործել են հարցեր ուղղել հենց ձեր ներկայացած վարչապետի տեխնոլոգիային, ով որ լինի Պողոս Պողոսյան, ասել են, բա ինքը ով է ունենալ, ինչ կրթություն ունի, ինչ ճանապարհ ունի, ինչ քաղաքական անցյալ ունի, ինչ կարող է անել, հասկացանք հետևում Սամվել Կարապետյանը։ Շատ լավ։ Փետրվարի 12-ին ինձ թվում է հայրենակիցների համար շատ հանգամանալից պատասխաններ կստացվեն։